Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեն ճշգրիտ և հավաստի պարզաբանումներ, դա իհարկե ամենից ամենան է։ Ողջույն, դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային TV-ին և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային տասնյակը, որը վարում եմ ես Լիաննան։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենածառայած աստղեր։ Ծառայել բանակում պարտավոր է յուրաքանչյուր իրեն հարգող երիտասարդ տղամարդ։ Բանակը մի դպրոց է, որտեղից երիտասարդը վերադառնում է հասուն տղամարդ։ Բնականաբար մեր հայ շոու բիզնեսի արական սեռի ներկայացուցիչներն էլ են ծառայել բանակում և կատարել իրենց սուրբ պարտքը։ Թե ինչպես է անցել մեր հայ աստղերի բանակային ծառայությունը և ինչպես են բանակային տարիներն անդրադարձել մեր աստղերի հետագա կյանքի վրա։ Այս բոլոր հարցերի մանրամասները սպասում են մեզ այսօր մոտակա 1 ժամվա ընթացքում։ Երկրի գանձերը հեռուստանախագծի սցենարիստ և հաղորդավար Կարեն Քոչարյանը դասվում է այն աստղերի թվին, ով ծառայել է խորհրդային բանակում։ Ստացվեց այնպես, որ նրա բանակային ծառայությունը պետք է անցներ Սիմֆերոպոլի զորամասում։ Ինստիտուտը ավարտելուց հետո 1980 թվականին փաստորեն մեկնեցի ծառայության, լավ հիշում եմ, երբ որ գնացինք այստեղ արդեն այդ հավաքակայանը, որտեղից պետք է գնայինք, մի գնդապետ կար այնտեղ, ինձ տեսավ, ասաց, «Պլավկի есть?» Զարմացած նայեց, «Конечно есть». Ասաց, «Ну тогда в Симферополь». Շատ ուրախացա, որ Սիմֆերոպոլ գնացի, որովհետև իրոք կուրորտային վայր, ծովափնյա քաղաք, բայց պարզվեց, որ բավական խիստ տեղ եմ ընկել, ուչեպկա, այն ժամանակ այդպես էին ասում, եւ բավական խիստ ուչեպկա էր դա։ Իմ բախտից 2 ամիս անց ինձ այնտեղից տեղափոխեցին Վոլգագրադ։ Վոլգագրադը սովորական գունդ էր, չնայած այնտեղ էլ կար փոքրիկ այդ նույն ուչեպկայից, բայց դա սերժանտական ուչեպկա չէր, այնտեղ պետք է մենք սովորեինք պարզապես ռադիստ, հեռախոսավար, բայց այնքան էլ հեռախոսավար չէր, քանի որ մենք մորզեով էինք աշխատում, մարզանկայով էինք աշխատում, սովորում էինք։ Վոլգոգրադի զորամաս տեղափոխվելու առաջին իսկ օրը Կարեն Քոչարյանը տեղեկանում է, որ այնտեղ կա երաժշտական անսամբլ։ Հնարամիտ Կարենը որոշում է նույնպես ընդգրկվել այդ համույթ, սակայն կար շատ փոքրիկ բայց։ Նա չէր տիրապետում և ոչ մի երաժշտական գործիքի։ Գնացի ուղիղ ակումբի պետի մոտ, ասացի, ես ուզում եմ նվագել նվագախմբում, ասաց, «А ты играешь на каком-нибудь инструменте?» Խոստովանում եմ, որ կյանքում ոչ նոտա էի տեսել, ոչ էլ երաժշտական գործիք եմ ձեռքս բռնել մինչ այդ։ Եվ վստահ ասացի, «Играю». Ասաց, «На чем?» Ասացի, «На большом барабане и на тарелках». Նա իսկույն հասկացավ, նայեց, ասաց, «Ախ, խիտրый армянин, ты играть не умеешь ни на чем»։ Համոզեցի նրան, որ վերցնի ինձ նվագախումբ, խոստացա, որ շատ կարճ ժամանակահատվածում կսովորեմ որևէ փողային գործիք, ընդամենը 10 օրվա մեջ ես սովորեցի ալտ նվագել, փողային ալտի մասին է խոսքը եւ սովորեցի նոտաները։ Զուգահեռ դրա հետ սկսեցի զբաղվել նաեւ իմ մասնագիտությամբ։ Շատերին կարող է թվալ, որ երաժշտական անսամբլում նվագելով բանակային ծառայությունը թեթև է անցնում, բայց ոչ այն դեպքում, երբ խոսքը Կարեն Քոչարյանի ծառայության մասին է։ Մուզվոդը, ինչպես ասում էինք, ընդհանրապես համարվում էր ռեզերվային, որտեղ ինչ պակաս էր լինում, մեզ էին ուղարկում, այսինքն մենք տեսել ենք ամեն ինչ։ Բնականաբար Կարեն Քոչարյանը բանակում ձեռք բերեց շատ ընկերներ, որոնցից մի քանիսի հետ այսօր շարունակում է շփվել սոցիալական կայքերի միջոցով։ Բանակային ընկերությունը իհարկե չի մոռացվում եւ ընդամենը 2 ամիս ծառայել եմ Սիմֆերոպոլում, բայց այնտեղից մի տղա կար, որին բոլորովին վերջերս գտա Facebook-ով, Յակով Լևանզով, որը որ այսօր Իսրայելում է բնակվում եւ մենք կես տարուց ավել արդեն միմյանց հետ միշտ շփվում ենք կամ Skype-ով կամ Facebook-ով եւ հիշում ենք մեր տարիները։ Կա չգրված օրենք, որ յուրաքանչյուր ծառայող կազմում է ալբոմ, որում զետեղում է իր բանակային կյանքի հետ կապված լուսանկարներ։ Արտահայտություն կա այդպես դեմբերսկի ալբոմ եւ մենք յուրաքանչյուրս իհարկե ունենք, կարծում եմ այսօր էլ երիտասարդները ունենք, սա իմ ալբոմն է այստեղ, այսպեսին ես եկա բանակ եւ այսպես ես հեռացա բանակից։ Տարբերությունը կարծում եմ ակնհայտ է։ Սա Վոլգագրադի
զինանշանն է քաղաքի, որտեղ որ ես ծառայեցի հերոս քաղաքի։ Դեպ ասեմ, որ առաջին լուսանկարը դա թատրոնի մոտ է գտնվում։ Գնիզդո Գլուխարյա դա վերջին ներկայացումն է, որտեղ ես խաղացի եւ դրանից հետո մեկնեցի հենց հաջորդ օրը մեկնել եմ բանակ։ Եվ կան երկու լուսանկար, որ բանակից եկել եմ, վերադարձել եմ արդեն եւ կրկին այս լուսանկարները թատրոնում եմ լուսանկարվել իմ գրիմանոցում։ Դժվար թե կարելի է գտնել մեկին, ով բանակում ծառայելու ընթացքում չի երազել իր տուն վերադառնալու օրվա մասին։ Եվ բնականաբար այդ օրը ընդմիշտ մխրճվում է նրա հիշողության մեջ։ Կարեն Քոչարյանն էլ բացառություն չէր։ Երբ որ եկավ արդեն ժամանակը վերադառնալու, ես որոշեցի ծնողներիս չասել, որ գալիս եմ։ Եկա Երևան առավոտյան ժամը 5-ին, տուն չգնացի։ Դե ասեցի առավոտյան ժամը 5-ին ինչու արթնացնեմ։ Քայլերը ինձ տարան դեպի Աբովյան փողոց, դեպի իմ հարազատ թատրոն, ռուսական թատրոն։ Տեսա պահակը քնած չէ, խնդրեցի, որ մտնեմ թատրոն։ Քերի Գրիգոր։ Այդ ես եմ։ Բարև ձեզ։ Չճանաչեցիք։ Մի րոպե բաց արեք։ Երևի շատերը հիշում են այն տեսարանը, երբ որ Խորեն Աբրահամյանը առաջին սիրո երգը ֆիլմի վերջում գալիս է եւ մտնում է Արամ Խաչատրյան համերգասրահ, ինչ կարոտով է մտնում, այ նույն կարոտով ես մտա թատրոն, առավոտյան ժամը 7-ի կողմերը եկա տուն, դուռը զանգեցի, ծնողներս բացեցին դուռը եւ հասկացա, որ այնքան էլ անակնկալ չէր իրենց համար, քանի որ իրենց այս խոսքերով իրենք ամբողջ գիշեր չեն քնել, ենթագիտակցորեն ինչ-որ ինձ էին սպասում։ Ամբողջ հարազատությունը հավաքվել էր, դե արդեն դա պատմելու բան չէ, թե ինչ ուրախություն է, երբ որ բանակից վերադառնում է տան տղամարդը։ Եվս մեկ բացահայտումներով լի ամենից ամենաաստղային տասնյակ ներկայացրեցինք այսօր ձեր ուշադրությանը եւ այդ ամենին թերևս ավել եմ մի պարզ ճշմարտություն։ Բանակը մի դպրոց է, որտեղ որքան էլ գերազանց չսովորես, միևնույն է մնում ես երկրորդ տարին։ Եվ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, տասնյակը եւ իհարկե սրտատրոփ սպասում էր հաջորդ հանդիպմանը։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի ամենից ամենաժամանցային ATV-ի եթերում։ Հաջողություն։
Ա